Հայաստանի կառավարության որոշմամբ սահմանված ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունենալու և ընտանեկան նպաստ ստանալու վերաբերյալ արձանագրություններում մի շարք անձանց բնակության վայրի, կոմունալ կենցաղային պայմանների մասին կեղծ տեղեկություններ ներառելով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության Թալինի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողը դիտավորությամբ իրականությունը խեղաթյուրելու եղանակով վերջիններիս դարձրել է ընտանեկան նպաստի շահառուներ, որի դիմաց նրանցից որպես կաշառք տարբեր չափերի գումարներ է ստացել։ Կաշառք ստանալու, խարդախության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար նրան մեղադրանք է ներկայացվել Հայաստանի քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով 2 դրվագ, 435-րդ հոդվածի առաջին մասով 2 դրվագ, 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով 2 դրվագ և 445-րդ հոդվածի առաջին մասով 2 դրվագ։ Վերջինս տվել է խոստովանական ցուցմունք և լիովին ընդունել իրեն ներկայացված մեղադրանքը։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքն ու 1 միլիոն դրամի չափով գրավը։ Կաշառք տալու հետևանքով շահառուներին որպես նպաստ փոխանցված գումարները ամբողջությամբ հատուցվել են նրանց կողմից։ Կաշառք տված անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու հիմքով։ Քրեական վարույթով նախաքննությունը ավարտվել է և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հայաստանի հակակոռուպցիոն դատարան։